105 Սաղմոս 16 խոսքը, և սով կանչեց երկրի վրա, հացի բոլոր զորությունները կոտրեց, անոնց առջևին մարդ նղրկեց, ով սեպը, որ ծառայության ծախվեցավ, անոր ոտքերը ուշադիր եղեք, կավանքներով դեղեցին, և անոր անձը երկաթի մեջ դրվեցավ, մինչև այն ժամանակ, որ անոր խոսքը եկավ, իրոջ խոսքը փորձեց զանիկա, Եթե մենք նայենք Ծննդոց 39-րդ գլխից, 39-րդ գլխի երկրորդ խոսքից գրված է, երբ որ վաճառեցին Հովսեփին, եղբայրներ քուրի գրած է, Տերը ինչ է գրած Հովսեփի հետ էր։ Տերը Հովսեփի հետ էր։ Հնարավոր հարց առաջանա, լավ Տեր Հովսեփի հետ էր։ Ինչն է պատճառը, որ ծեմ ասում էր ճշավ այդ պետապրեսիկին ուզում էր գցել Բուրջան մեջ, բայց չէ որ Տերը Հովսեփի հետ էր։ Կարող է մեկ մարդ է մտածել ինչի Տերը չէր կարող արգել կանգնեցնել, Տերը չէր կարող հրեշտակ կանգնեցնել, Տերը չէր կարող խափանել։ Եվ այդ պետապրեսը տեսավ, որ Աստված իր հետ էր, բայց փորձություն կա, ստե կարտացի գրած է, Իրոջ խոսքը գալ ու փորձեց անիկան, փորձեց։ Եվ որ ծախվեցավ վերջերջո բանտը գնաց գրած է, նորից Տերը Հովսեփի հետ էր։ Տերը Հովսեփի հետ էր, մեկը մտավ կարող մտածել, ոնց հասկանալ, աննեղությունը խի պիտի գա, եթե Տերը մեկ հետ է։ Եղբայրներ քույրեր, այդպես էլ Տեր Հիսուս անցավ այդ փորձության ճանապարհով։ Անցավ, որպեսզի կարողանա մարդկանց օգնել։ Տեր Հիսուս ասեց, ես վերջերջո կրում եմ նեղություն, փորձություններ կրում եմ, դուք էլ պետք է ունենաք։ Եթե ուզում եք եկնային թակավորություն ուտել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, գրած է, աշխարհի մեջ նեղություն կունենա, բայց քաջասեր եղեք։ Ես աշխարհին ախտել եմ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, կարևոր է սա, որպես վերջերջո մենք կարողանանք իրոք Աստծո խոսքը թաքցնել սրտերի մեջ, ինչպես եղբայրները ողջունեցին։ Այդ խոսքն է քեզ պահողը։ Հովսեփի կողքին ոչ ծնող կար, ոչ քարոզիչ կար, ոչ հովիվ կար, ոչ էլ ոչ մեկը չկար, բայց Աստված իր հետ գործում էր։ Նեղության դժվարության ժամանակ, խնդիրների ժամանակ Տերը միշտ այդպես է գործել, եղբայրներ քույրեր, ասեց Տեր Հիսուս նորից եմ ասում, աշխարհում նեղություն կունենաք, դժվարություն կունենաք, բայց ես հաղթել եմ աշխարհին, դուք էլ պիտի հաղթեք։ Դրա համար Աստված օգնի երիտասարդներ, ինչն է որ պիտի աշխարհում պահի ձեզ, պահի մեզ, գրված է երիտասարդ դուք ուժով եք, ինչով են ուժով, ուժով նրանք Աստծո խոսքը ձեր մեջ բնակված է, եւ դուք չարին հաղթեցիք, աշխարհի մեղքի սատանային, այդ խոսքը թաքցեք ձեզ սրտի մեջ, այդ խոսքը ունի զորություն, նույն հակառակորդ շամի սատանան փորձության անապատի մեջ ինչպես կարողացավ ուզես փորձել, Տեր Հիսուսի խոսքերը հիշում եք, գրված է, ինչ է գրած, այսպես է գրած, քո Տեր Աստվածը չփորձես, միայն նրան երկրպագես, վերջում ինչ ուզեց անել, ինչից որ ընկել է, որ ուզեց աթոռը բարձրացնել եւ բարձր բանանել, ինքն գա, ասեց միայն զինան երկրպագի, ամբողջ աշխարհը ամեն ճոխությամբ քեզ է տալիս, զգուշ եղեք երիտասարդներ, ժամանակները վատ են, դժվար օրեր են ապրելու, միայն Տերը պետք է պահի այն հավատացյալ երիտասարդին, որի մեջ է սրտի մեջ կա Աստծո խոսքը, Տենտանի խոսքը ունի զորություն, խոսքը ուժ ունի, խոսքը կրակ է, խոսքը մուրջ է, խոսքը ջուր է, կյանքի ջուր է, եղբայրներ քույրեր, այն խոսքը, որը ձեզ սրտի մեջ թաքցնելու եք, դա է ձեզ պահելու կյանքի բոլոր օրերի մեջ, բոլոր ժամանակների մեջ, Տերը ձեզ զորացավ, խնդրում եմ ձեզ երիտասարդներ, ես տարեցներ եկան, Աստծո խոսքը ձեր մեջ պահեք, ամեն օր կարդացեք, զոհվեցեք Աստծո խոսքով, որը հակառակորդը չի կարող անել, դեմ կանգնել, ում կյանքի մեջ կա լույս, ում կյանքի մեջ կյանք կա, ում կյանքի մեջ կա Քրիստոսի սերը, եղբայրներ քույրեր, ում կյանքի մեջ կա Աստծո կենտանի ջուրը, եւ հակառակորդը չի կարող ուժինել։ Դրա համար թող Աստված օգնի, իմ խնդրվածը ձեզ, ինչ որ ձեր կյանքում մի բան ունի ծանրություն, միշտ հոտավեք, միշտ խոստովանեք, մի պահեք, մեղքից մեղքեցնող, եղբայրներ դուրս դեպքեր օրինակ դեր պատական չորբերեցին, որովհետեւ շատ են այսօր մանավանդ երիտասարդների մոտ, գայթակղությունները շատ են, հեռախոսների գայթակղություն անմաքուր բաներ են, զգուշ եղեք, կարմիր գիծ կա, սահման կա, գիծ կա կարմիր, սահման, ինչպես գրված է, ասում եք ցանկը մի քանդի, ցանկից ձեռ մի դուր, որտեղ օծը խայտելի է, գիծը մի անցի, սահմանացել անցար խփել եք քեզ, սահմանացել վերջերջո վատ վնաս ես կրելու, մայիս կրելու, զգուշ եղեք, մենք ոչ մեկից լավը չենք, այն երիտասարդը, որի աչքերը մաքուր են, այն երիտասարդը, որի մեջ կա Աստվածային սերը, նա միշտ հաղթող դուրս կգա։ Պողոս առաքյալ ասեց, ինչ ասեց, եթե մեկը մեր Տեր Հիսուս Քրիստոսին չի սիրում, ինչ ասում, ով է շուն։ Եթե մեկը մեր Տեր Հիսուս Քրիստոսին չի սիրում, զոհյալ է։ Իսկ եթե մեկը Տիրոջը սիրում է, նա օրհնյալ հավատացյալ է։ Դրա համար Աստված օգնի։ Ունեցեք աղոթքի կյանք, հարատև աղոթքի կյանք ունեցեք, պարապեք աղոթքի եւ Աստծո խոսքի, դուք զինվեք։
դուք լեցվեք ինձ ես նոր եմ հավաքի մեջ ինձ հորդորեց պատասխանատուն ասես մամք եղբայր փորձ միշտ սովորի առավոտները միջև գործի գնալը հաղոտ կար կարտա խոսքը նոր գնա ես որ կարտում եմ հաղոտքյան վերջերջով տեղի տալիս զգում եմ ծոսած զորացած է գնում զգում եմ որ լեցված է գնում բայց ով կյանքում որ պագասուն հաղոտ կասո խոսքը հակառակ ոչ թե իրոք որ կարողանում է գցել դժվարության փոթորության մեջ եւ նորից են կարտում ես տեղը հաղոտքի մեջ պատրաստին մինչև այն ժամանակ անոր խոսքը եկավ ու Տիրոջ խոսքը փորձեց անիկա Տիրոջ խոսքը փորձեց անիկա կյանքում դες բան երբեք չի կարտացել որ մեկը ստրուկ լինի դառնա երկրորդ փարավոնը ստրուկը չի կարող այդպես անել ստրուկ մարդիկ չեն եղել փարավոնի օգնական եղբայրներ քույրեր դա միայն Աստվածյան ով կմտածի մեկ ինչ կյանքի մեջ ենք որ Տերը գրեց որտեղ գրեց տղաներ աղջիկներ անից թե ձեր մտքով ասում է որտեղ ենք նավան գուբի մեջ են տխմարից կավի մեջ են ապականության մեջ են Տերը մեզ գտած եւ ինչ արեց ասել դուք տղաներ աղջիկներ ես ձեզ ինչ եմ արել հավիտենական ժառանգություն եմ պատրաստել հավիտյան որպեսզի Քրիստոսի ապրի մի կորցեք այդ փրկությունը որ Տերը ձեր համար մեզ տվել է եկեք ամեն Տիրոջ արժե